Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եթե չեմ սխալվում շաբաթ կամ կիրակի։ Հիմա լավ եք։ Տենց էականորեն է առաջվա ժամանակահատվածից, այո։ Պարոն Չախոյան, դուք սադրանք որակեցիք տեղի ունեցածը, բայց նույն մեղադրանքը ձեզ են ուղում, նշելով, որ դուք կանխամտածված, լավ իմանալով, որ կրքերը բորբոքված են, նախորդ թիվ փոխադարձ հայհոյանքներ են, միմյանց նկատմամբ հնչեցվել եւ մթնոլորտը լարված է, դուք գնացել եք Նորքի թաղապետարան եւ այդպիսով ավելի լարել իրավիճակը, ինչից հետո էլ տեղի ունեցավ այդ միջադեպը։ Տեսեք, որ ասում եք կանխամտածված, ի սկզբանե իրենք էին այդ ամենը կանխամտածված զանգել եւ սադրանքը իրականացել, այլ ես չեմ զանգել, իրանք են զանգել եւ իսկ ինչու չեք բացառում, որ հենց թաղապետը միտումնավոր է այդ սադրանքը արել, որ այս հանրային քննարկման շմանգի լսումներին չմասնակցեմ։ Ու ասեմ ավելին, Ռոհուր ջան, այդ հանրային քննարկումը արդեն երկրորդ անգամ է իրականացվում։ Առաջին անգամ մեր բնակիչների մասնակցելիության փաստային փաստեր ներկայացնելով քաղաքապետարանը մերժել է։ Իսկ երկրորդ անգամ այդ միջադեպի օրվա հանրային քննարկման հրավերը նույնիսկ չեն բարեհաճել Նորնոկ վարչական շրջանի պաշտոնական էջում հրապարակեն։ Այսինքն ակնհայտ է, որ ծածկադմփոց են արել եւ ըստ իմ կարծիքի հենց թաղապետի հենց ինչ ասեմ, սադրանքը, որ մի տավոր զանգել է, որ որևիցե կերպ, որևիցե ձևի ինձ թույլ չտա, որ այդ հանրային քննարկմանը ես մասնակցեմ։ Իշխանությունները ասում են, որ թաղապետը մեր կուսակիցը չի եւ հարցը գտնվում է այդ կուսակցության տիրույթում, սա արդարացում է նման պահվածքը։ Իհարկե ոչ, լավ, եթե կուսակիցը չի շատ լավ։ Հիմա Ժողովուրդ ջան, եկեք պատկերացնենք մի բան, տեղերով փոխվենք, օրինակ թաղապետը մենակ լիներ, որ 10 հոգով հարձակվում են ին վրա, ես լինեի։ Հիմա պատկերացնում եք, հիմա ինձ ձերբակալել էին, կալանավորել էին եւ այլն եւ այլն։ Եթե ձեր կուսակիցը չի եւ դուք արդար եք, խի միջորս կալանավորված մարդ չկա, բայց եթե հիմա ընդդիմադիր դաշտից որևիցե մեկը լեր, հենց արդեն վсё կալանքի տակ կլիներ։ Իլան Ավինյանը պետք է Տեր Մարգարյանին հրահանգի, չգիտեմ, հորդորի դուրս գալ աշխատանքից, ձեր կարծիքով այսքանից հետո։ Ըստ իմ կարծիքո անկեղծ ասեմ, ոչ թե պետք է հրահանգի, այլ պետք է պաշտոնից հեռացնի, որովհետև բավականին երկարատև ժամանակ ա եղել, որ Տիգրան Տեր Մարգարյանը քաղաքակիրթ պաշտոնյային վայել կամ իրենց ասած Եվրոպա մեծ գնացող դեպի արժեքներ որդեգրող քաղաքական ուժի ներկայացուցիչ ինքը արդեն ինքնին պետք է իր դիմումին համաձայն պաշտոնից հեռանալ, բայց եթե երկար ժամանակվա ընթացքում նա նման որոշում չի կայացնում, ըստ ինձ Տիգրան Ավինյանը ուներ մեկ որոշում, պետք է աշխատանքից հեռացնել, բայց նորից եմ կրկնում, չեն հեռացել, որովհետև շանտաժ են արել, որովհետև այս իշխանությունը ժողովուրդ ջան, աթոռը պահելու համար պատրաստ են ամեն ինչ, ակնհայտ է։ Այո, Մալացա Սեբաստիան վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը բաց տեքստով, սևը սպիտակով հրապարակել է, ասել է, որ եթե մասիվի թաղապետին աշխատանքից հանենք, մենք այսպես ասած բոյկոտելու ենք մանդատները դնել։ Գերական բարի խորհուրդ է։ Դե Ժողովուրդ ջան, հիմա էդի իրանց ասենց ասած մանիպուլյացիաները չի անցնում, բայց մենք բոլորս էլ դա հասկանում ենք, երբ որ կրքերը թեժ ա եղել, իրանք իրանց շանտաժը արել են։ Ընկերական միջավայրում են անում, այլ ոչ թե հանրային դաշտում։ Այսինքն դա ակնհայտ մանիպուլյացիա է։ Միջադեպից հետո, այս կրթքից հետո դուք տեսանյութը հետագայում որ նայել եք, քանի որ այդ պայծրությամբ հայտարարվեց, որ 6 անձեր ձերբակալվածի կարգավիճակ ուներ, սակայն նշվում էր, որ այլ ավականու անդամ օրինակ կար Հանրապետություն խմբակցությունից, որը այդ պահին բերման չէր ենթարկվել եւ տեղյակ չենք։ Դուք տեղյակ եք այդ 6-ից բացի, դուք էլ ներառյալ եք 6 ձերբակալված կարգավիճակով, այլ անձինք, որոնք ձեզ այդ օրը ծեծել են, որևէ կարգավիճակ ունեն թե ոչ։ Տեղյակ չէ, նման տեղեկատվություն չունեմ եւ կարծում եմ ոչ, եթե լիներ կհրապարակվեր։ Շատ լավ։ Եվ մեկ այլ հարցի վերաբերյալ
նշված ընկերությունը, հա, որը մանկապարտեզը Լիլան Արմայո հայտարարություններ տարածել եւ նշում էր, որ զրպարտություններ համար որակել ձեր այդ հայտարարությունները, ավելին, եթե չեմ սխալվում, օրենսդրական կարգով ձեր դեմ ինչ-որ հայց ըստ երևույթին ներկայացնեն, զրպարտություն չի կարող տարածվի, որովհետեւ հստակ փաստերով ենք ներկայացել այնինչ եղել է։ Այսինքն նույն շինարարը, որ Երևանյան լճում աշխատանքները իրականացրել եւ ծավալների հավելագրումը տեղի ունեցել եւ Երևանի քաղաքապետարանը այդտեղ ոչ մի հակաօրինական բան չի տեսնում եւ քրեական գործ է հարուցում, դա հենց ակնհայտ փաստում է դրա մասին, որ այս իշխանությունը այդ ընկերությանը աջակցում է, հակառակ դեպքում ծավալների հավելագրումով աշխատանքներ ընդունելը դա անհնարին է։ Այսինքն ոչ թե 10 գծամետր, 20 գծամետր փոքր ծավալների մասին է խոսքը գնում, առհելի մեծ ծավալների մասին է խոսքը գնում։ Եթե չեմ սխալվում, դեպքը հին դեպք է, 24 թվականին է, մոտ 300 գծամետր բազալտի թասակների հավելագրում է, դա ուղղակի նկատելը անհնարին էր։ Այսպեսի հարց, այսպես որակեցին ձեր նկատմամբ տեղի ունեցածը, որ պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Ոնց եք սրան անդրադառնում։ Ժորժան, իսկ կարան իրանք Հայաստանի ինքնիշխանությունը նույն ձև պաշտպանեն Երևանի քաղաքապետարանում Երևանի փոսերի համար։ Օրինակ գնային փոսերի պատասխանատուներին ծեծեն 10 հոգով, հայհոյեն, օրինակ թաղապետը զանգի պատասխանատուին ասի վիրավորելով փոսերը նորոգել տա, ինքնիշխանությունն է պաշտպանում։ Կոռուպցիայի դեմ պայքարեն այդպես, ի՞նչ են պայքարում։ Թե միայն բացահայտելու դեպքում են իրանք ինքնիշխանության դեմ պայքարում։ Դա այդպես ոնց է լինում։ Կամ ինքնիշխանության դեմ պայքարելով սենց ասած աշխատանք առաջ ինքնիշխանության համար պայքարը մարդու համար ոնց կարան աշխատանք առաջարկեն պաշտոն ինչա որ մարդը լռի։ Այլ ընդհակառակ իրանք պիտի շահագրգռված լինեին, որ նմանատիպ դեպքերը բացահայտվի եւ հենց իրանք պիտի շահագրգռված լինեն, որ մարդիկ պատասխանատվություն կրեն։ Նշեմ ավելին, որ հենց նույն թաղապետը 4 զանգվածում կատարողական ակտեր է ստորագրել, ընդունել, այն դեպքում, երբ որ ես իրան նախորդ զգուշացրել եմ, որ այդտեղ խնդիր կա, որ այդ աշխատանքները չընդունի, իմ զգուշացումից հետո այդ աշխատանքները ընդունել է ծավալների հավելագրումով, հարուցվել է քրեական գործ եւ այդ քրեական գործը միջորս գնում է։ Բայց ինքնիշխանության համար թաղապետը ոնց է պայքարում, երբ որ իրեն ասում են կոռուպցիա կա, չստորագրես, գնում ստորագրում է ու քրեական գործ է հարուցում։ Իհարկե ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, այդ քրեական գործերը մոտ ապագայի երևի 10-ամյակի, եթե իշխանությունը լինեն, իշխանությունը չի բացահայտվելու։ Այսինքն տես մնալու նույն Բաքշուկայի գետնացումի գործը 2023 թվականին բոլորս էլ տեսնում ենք ինչ վիճակում է այդ գետնացումը։ Քրեական գործ է հարուցվել, բայց ում վրա Մեղադրյալներ կան տեղյակ։ Մեղադրյալներ չգիտեմ, այսինքն եթե տեղյակ լինեմ չեմ կարող ասեմ, որովհետև ես այդ գործով որպես վկա եմ ներգրաված եւ դա նախաքննական գաղտնիք, այսինքն ակնհայտ է իշխանությունն անում ամեն ինչ, որ այդ գործը դատարան չէ։ Երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ըստ էության ասաց, մարդը, որը կոռուպցիայով է զբաղվում, հաստատ չի կարող լինել մեր թիմի անդամ։